սովորող, այսօր մենք միասին կճամփորդենք բայի խորհրդավոր աշխարհում և դու կունենաս անհրաժեշտ գիտելիքների պաշարը բայ թեմայի։ Մեր լեզուն շատ հին ժամանակներից է ստեղծվել և անընդհատ փոփոխվել է։ Տարբեր բառեր մինչև այսօր եկել են նույն ձևով, բայց կան բառեր, որոնք մոռացվել են կամ ձևափոխվել։ Բոլորս գիտենք, որ բամբասանքը վատ բան է, սակայն այստեղ այդ մասին չէ, որ պիտի խոսեմ, այլ հենց բառի ստեղծման մասին։ Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանքը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է ասում եմ, ասում ես անելը։ Բացատրությունը կարծես թե մի փոքր տարօրինակ է, բայց իրականում այդպես է, որ կա։ Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ, այսինքն ասել, խոսել բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին բամ, որը նշանակում է ասում եմ, խոսում եմ, բաս, նշանակում է ասում ես, խոսում ես։ Եկեք կցենք այս երկու ձևերը, դրանց միացնենք անգ-վերջածանցը և ահա բառը պատրաստ է։ Դառնալով գրաբարյան բալ-բային, պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է ասելը, խոսելը, որոնք ցույց են տալիս գործողություն։ Բայերը պատասխանում են ինչ է անում, ինչ է լինում հարցերին։ Օրինակ, ինչ է անում աղջիկը, զանգում է։ Ինչ են անում երեխաները, քայլում են։ Ինչ է անում տղան, մտածում է։ Ծաղիկները ինչ են լինում, թոշնում են։ Տերևները ինչ են լինում, դեղնում են։ Անցնենք առաջ։ Բայն ունի 3 դեմք։ Առաջին դեմքով խոսողը հաղորդում է իր գործողությունը, օրինակ, ես խոսում եմ։ Երկրորդ դեմքով խոսողը հաղորդում է իր խոսակցի գործողությունը, օրինակ, դու խոսում ես։ Երրորդ դեմքով խոսողը հաղորդում է մի երրորդ անձի կամ առարկայի գործողությունը, օրինակ, նա խոսում է։ Բայն ունի 2 թիվ՝ եզակի և հոգնակի։ Բայի եզակի թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կատարած գործողությունը, իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս 2 և ավելի անձերի կամ առարկաների կատարած գործողությունը։ Օրինակ, երգում եմ եզակի թիվ, երգում են հոգնակի թիվ։ Սիրելի սովորող, գեղեցիկ և բարեհունչ խոսք կազմելու համար բայերն իրենց կարևոր տեղն ու դերն ունեն։ Հատկապես գեղեցիկ են հնչում առանց ասացվածքները կամ դասվածքները, որոնք այնքան հարուստ են բայերով, օրինակ, աչքից ընկնել, գայլի գլխին ավետարան կարդալ, ջուր ծեծել կամ գլուխ պահել։ Դե ինչ, հուսով եմ քեզ դուր եկավ։ Ինձ մնում է միայն ասել, որ կրթության բանալին քո ձեռքում է։ Կրթվիր, և քո առաջ կբացվեն աշխարհի բոլոր դռները։ Ցտեսություն։